Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 21-ն է 2026 թվական։ Այսօր առավոտյան Հայաստանի Շնորհապետական Կուսակցության ակտիվի հետ շրջակայում Երևանում, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում բավական երկար քայլեցինք, մարդկանց հետ շփվեցինք, մեր ծրագրերին ծանոթացրեցինք, իրանց խնդիրներին ծանոթացանք եւ փորձեցի հասցնեմ նաեւ գալ եւ ինչքան էլ կարեւոր է այդ հանդիպումը, նաեւ ձեզ հետ հանդիպումը մշտական է ու պարտադիր է։ Մի քանի հոգի ինձ վերջերս նորից գրել են, որ խնդրում ենք հաստատել, որ անկախ նրանից ընտրություններից հետո ինչ կարգավիճակ կունենաք, մեր հետ շփումը չդադարեցնեք։ Ես դա ձեզ խոստացել եմ, այս ալիքը չի բացվել ընտրության համար ու ընտրության առիթով, այս ալիքը բացվել է ձեր հետ շփման համար, այս ալիքը գոյատևում է ձեր աջակցությամբ եւ ձեր դիտումների իմաստով։ Եթե ես տեսնեմ, որ իմ հաղորդումը ձեզ չի հետաքրքրում, բնական է, այլևս իմաստ չունենա շարունակել եւ կմտածեմ ինչ որ բանով զբաղվելու։ Իսկ անկախ կարգավիճակից, եթե դուք ցանկություն ունեք ինձ լսել, թե ինչ է կատարվում աշխարհում, իմ տեսակետը լսեք, այս կամ այն երևույթի մասին պատմական անցքերը, պատմական իրադարձությունները վերլուծելով ներկայացնել ինչ է եղել, ինչ է հիմա կատարվում, ինչ է լինելու ապագայում իմ մեկնաբանությամբ, բնական բան է ես դա կշարունակեմ։ Հիմա իհարկե ընտրությունների հարցին էլի առիթ կլինի անդրադառնանք, բայց հիմա այն ինչ որ հիմա ասում եմ Հայաստանի հետ կապված, դա նույնպես ընտրությանն է վերաբերում, որովհետև այս ամեն ինչով գնալու ենք ընտրության մի քանի օր հետո։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելիք վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսին։ Վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը եւ դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի եւ գործընթացի շրջանակներում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Ինչ է ստացվում։ Արարատ Միրզոյանը ասում է, որ այո, պետական մակարդակով խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին փառատոններ կազմակերպում, որը չի բխում այն ծրագրից, որը մենք անում ենք, բա դուք ում անունից եք մեզ խաղաղություն խոստանում, այդ նույն պետական մակարդակով Ալիևի անունից չեք խաղաղություն խոստանում։ Բա ինչ է ստացվում։ Դուք թրջկոտում եք երկու ասում եք խաղաղություն ենք բերել, թրջկոտեք, տրճիկ տվեք, ժողովուրդ ջան, այն նրանք է թրջկոտում են, տրճիկ են տալիս, որպեսզի գան Հայաստանը վերցնեն։ Բա նրանք էլ են երկերաշտության վրա շատ լավ էլ հասկանում են, որ դա ժողովրդի էմոցիայի վրա շատ հետաքրքիր ազդեցություն ունի։ Դուք տրճիկ եք տալիս, ասում եք, այն ինչ որ ունենք դա պահենք, բայց դա Ալիևն է խոստացել, իսկ Ալիևը դա ձեզ չի խոստացել։ Ալիևը այն ինչ որ անում է պետական մակարդակով ֆինանսավորում է երկերաշտությամբ, գրքերով, ֆորումներով, հազարումի սիմպոզիումներով Արևմտյան Ադրբեջանի նյութեր են պատրաստում եւ հասարակությանը բացատրում, որ դա մեր հայրենիքն է։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ բացատրում է, որ ասма գիտեք ինչ ժամանակից տեղ հայեր չեն ապրել։ Այն խոսույթը, որը ասել է Ալիևը, որ ասել է հայերը եկվոր են։ Ով է դա հիմա հաստատում։ Պատմությունից բացարձակ զերո Նիկոլ Փաշինյանը, ոչ, նա պատմությունը չի ներկայացնում հայոց, նա պետք է արդարացնի Ալիևի ասածը, որ հայերը եկվոր են, երբեք հայերը այստեղ մեծամասնություն չեն եղել, 90% չեն ապրել, իրականում եղել են, եթե խորհրդային միության ժամանակ եղել են, ու դու համարում ես, որ խորհրդային միությունը դա հանրապետություն չի եղել, թեկուզ բանի կազմում, խորհրդային միության կազմում, ո՞նց ես հայտարարում, որ պետք է ստեղծենք 4-րդ հանրապետություն։ Եթե ստեղծում ես 4-րդ հանրապետություն, նշանակում է ճանաչում ես առաջինի, երկրորդի, երրորդի գոյությունը, բայց երկրորդը խորհրդային միությունը չէ։ Խորհրդային միության ժամանակ Հայաստանը մոնոէթնիկ ունիտար չէր, 3.5 միլիոն մարդ չէր ապրում, 90%-ը հայ չէր։ Բմետ կողմնորոշվի։ Ինչի մասին է խոսքը։
Եվ դրա համար հիմա Բա եթե մտահոգությունը հայտնում Արարատ Միրզոյանը, որ չենք հասկանում ես ինչ են անում, բա մենք չմտահոգվենք, բա դուք եք այդ հարցը լուծելու, սրտիկ նայել եք ընկել քուչեքը, բա դուք եք լուծելու, բա լուծեք, ում եք ասում, որ դա չի բխում խաղաղության գործառույթից մեր, ում եք ասում մեզ, մենք ձեզ ենք ասում, բա դուք ում եք ասում, քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք եւ դեռ կունենանք, այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն, նշել է Միրզոյանը։ Բա որ այդ հարցում համաձայնություն չունեք, խաղաղություն ո՞նց ունեք։ Խաղաղությունը ընդամենը Ալիևն ասել է բանաձևը, եթե կարանք վերցնենք մեքենաներով մտնելով, մեր ինչինապետ մտնենք տանկերով։ Բա դուք էլ հանձնում եք, որ գան խաղաղությունը վերցնեն մեքենաներով։ Հիմա մարդը քեզ կոնկրետ հարց է տալիս, եթե այդ պետության ղեկավարն է մեզ խոստացել խաղաղությունը, այդ պետության ղեկավարը այս միջոցառումներին ինչի է անցկացնում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան մեր պատմական հողերը։ Ինչի է անում, ինչի է ոգևորում իր ժողովրդին եւ տրամադրում, որ պատրաստվեք վերադարձի։ Բա դուք ում անունից եք խաղաղություն մեզ խոստանում։ Միջոցառումն անցկացվել է հունիսի 18-ից 19-ը Օրդուբադում, Նախիջևանում Ադրբեջանի նահանգի ներկայացության, գիտության եւ կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի համատեղ կազմակերպմամբ։ Իսկ Արևմտյան Ադրբեջանի համայնքը դա նաեւ իրենց մեջլիսի պատգամավորը, որը իշխող քաղաքական ուժից է։ Պետական մակարդակով գրքեր են տպում, քարտեզներ են տպում, մի հատ չեք ուզում, իսկ մեզ ասում եք մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, մեր մոտ խաղաղություն է, մենք խաղաղություն ենք բերել։ Անհանգստացնում ենք, որովհետև այդ փափուկ բարձ անգամ չեք կարողանում մարդկանց գլխի տակ դնել, որպեսզի կարողանայիք փափուկ բարձ դնել, չպետք է մտահոգություն հայտնեիք, որ իսկապես չեք հասկանում, թե Ադրբեջանն ինչ է անում, ինչը չեք հասկանում։ Բա ասում եք խաղաղությունը պետքա լինի փոխշահավետ։ Եթե մենք Ադրբեջանի հետ առևտուր անենք, նա չի ուզենա Հայաստանը գրավի։ Կարելի է կարծել, որ Հայաստանը գրավեց, չի կարող Հայաստանի տարածքից ուրիշների հետ առևտուր անի։ Այսինքն այդ գյուղմթերքի փոխանակությունն ավելի կարևոր է, Հայաստան պետությունը վերցնի եւ հայկական հարցը վերջնական լուծի, ցեղասպանությունն էլ մոռացության տա, Արցախն էլ, մյուսն էլ։ Եթե ձեր խաղաղության կոնցեպտը դա ընդհանրապես փոխշահավետ առևտուրն է, ավելի պրիմիտիվ, ավելի անտրամաբանական բան դժվար է պատկերացնել։ Դրա համար չեք կարողանում անգամ բացատրել, թե բասա ինչու է կատարվում։ Ինչու եք դուք երգում պարոն, որ խաղաղություն է, դրանք երգում պարոն, որ շուտով վերադառնալու ենք, այդ խաղաղ Հայաստանում ապրենք։ Դուք չեք կարող բացատրեք։ Ստիպված մտահոգություն եք հայտնում։ Մտահոգությունը մենք պետք է հայտնենք, մենք կառավարություն չենք։ Բա դուք պետք է իրականություն դարձնեք եւ մարդկանց ասեք հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է։ Եվ եկել մի հատ ուրիշ հարց է տալիս լրագրողը Միրզոյանին։ Կարող եք հստակ բացառել, երաշխավորել եւ ասել, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձ չի լինելու ոչ մի դեպքում։ Ի պատասխան Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նման հարց երբևէ չի քննարկվել, չի քննարկում եւ չի էլ քննարկվելու։ Դա սուտ է, ինքնին նման բան ասողն էլ սրիկայություն է անում ուղղակի։ Բա դա ասում Ալիևը, դուք ռիսկ ունեք ուղիղ Ալիևին ասեք դու սրիկա ես։ Բա անցյալ տարի հունիսին գնացել էիք, հանդիպում էիք Էրդողանի հետ եւ շատ բարձր գնահատեցիք այդ հանդիպումը։ Դրա հաջորդ օրը նույն Ստամբուլում 57 երկիր իսլամական համագործակցության կազմակերպության անդամ միաձայն որոշեցին, որ Հայաստանին դատապարտեն, որը չի կազմակերպում վերադարձնել 300,000 ադրբեջանցի։ Դուք դրանից հետո ում դատապարտեցիք։ Ադրբեջանին, Թուրքիային, արաբական այն երկրների, որոնց հետ դրանից հետո հանդիպեցիք, Էմիրատների հետ, մյուսի, Պաղեստինը, որսկի ճանաչված պետություն չի, բայց դուք ճանաչել եք, դիվանագիտական հարաբերություն եք հաստատել, ձեզ դատապարտում էր, որ 300,000 ադրբեջանցուն ապահովեք, վերադարձրեք, մենք որ դա ասում ենք, ում խոսքերն ենք ասում, մեր շուրջ այս ամեն ինչը, որը կատարվում է, իսկ դուք ասում եք, նրանք ով ասում են, ով է ասում, ասում եք դա սուտ է, ի՞նչն է սուտ,
Ձեր աչքի առաջ 57 պետություն քվեարկեց ու ձեզ դատապարտեց։ Ու դուք էլ դատապարտողին չդատապարտեցիք։ Դուք որևէ մեկին չմեղադրեցիք ապատեղեկատվության մեջ։ Այլ թագարակը հող նախապատրաստեցիք, որ հայերը երբեք էլ մեծամասնություն չեն եղել Հայաստանի տարածքում։ Ուրիշներն բա ովքեր են ապրել։ Ադրբեջանն ասում է ադրբեջանցիներ են ապրել։ Դուք էլ ասում եք, հա, երբեք է սենց չի եղել։ Այսինքն հող եք նախապատրաստում, որ նա ով եղել է, դա իր պատմական հողն է, վերադառնա, մենք երկվոր ենք։ Բայց դա ով է ասում, Հայաստանի վարչապետը։ Դա սրիկայությունն ով է անում։ Չեք կարող ասել շահարկում ենք, որտեվ ընդամենը մի նախադասություն վերև, դու մտահոգություն ես հայտնում, թե ինչու է Ադրբեջանը ասում վերադարձ արևմտյան Ադրբեջան, նա ասում է գալու ենք Հայաստանը վերցնենք։ Դու մտահոգություն ես հայտնում, թե ինչի են դա ասում։ Մենք ընդհանրապես թքած կունենայինք Ադրբեջանի կարծիքի վրա, եթե Ադրբեջանի կարծիքով պայմանավորված չլներ մեր խաղաղությունը, որին մենք չենք հավատում։ Մեզ ասում են հավատացեք Ալիևի, չենք հավատում։ Մենք սկի Նիկոլ Փաշինյանին չենք հավատում, Ալիևին ինչ հավատանք։ Բայց հավատում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն։ Այլապես այդ բոլորը հերթականությամբ այն ժամանակ էլ ասում են սահմանադրությունը փոխելը մեր օրակարգն բացարձակ կապ չունի Ադրբեջանի հետ, հետո Ադրբեջանը պարտադրեց խաղաղության պայմանագիր չենք ստորագրի, մինչև չփոխեք, դուք էլ կանգնեցիք ասիք, բա պետք է փոխենք, հո պատերազմի չենք գնալու։ Այսինքն այն ինչ որ իրանք պարտադրում են, ստանում են։ Բայց դա է։ Իսկ հիմա ուզում են ընտրություններից առաջ նաև իմանան, որ Հայաստանը պարտավորվում է դա անել։ Ասում եմ, այդ հարցը, բայց այդ հարցը դե ինչի՞ պիտի քննարկեն որ։ Դուք ասում եք սահմանադրության հարցն էլ փոփոխությունը մեր հետ չի քննարկվել։ Դուք հասկանում եք, ասում եմ, սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հարցը մեր հետ չի քննարկել։ Ասում ենք, ձեր հետ չի քննարկել, բայց ինքը քննարկում է, ձեզ պարտադրում, դուք էլ անում եք։ Ձեզ հետ ինչի՞ պիտի քննարկի։ Դա բանակցային թեմա չի, դա պարտադրանք է։ Ինչի՞ պիտի ձեր հետ քննարկի։ Այսինքն նա չի գտնում է, որ պիտի ձեր հետ պայմանավորվի, որ դուք դա անեք։ Նա ձեզ հրապարակային ասում է, պետք է անեք, դուք էլ անում եք։ Բայց մինչև այդ ձեզ չէիք ճղում, ասում եք ժողովուրդ ջան, խաղաղության պայմանագրի մեջ սահմանադրության փոփոխության հարց չի քննարկվել, հերիք հայելի ասեք այդ մասին, հասկացանք էլի, մենք էլ ասում ենք հասկացանք, բայց դուք ինչի եք անում Ալիևի պահանջը։ Մեռակ ասելով դա մեր ներքին օրակարգով ենք անում, տեսակ չստացվեց, խոստովանեցիք, որ եթե չանենք, դա նշանակում է տարածքային պահանջ ունենք Ադրբեջանի նկատմամբ։ Ձեր սահմանադրական դատարանն ասել է պահանջ չկա դրա մեջ, բայց ասում եք դե պետք է հանենք, որ խաղաղություն լինի, չէ՞։ Հո մենք չենք ուզում կոնֆլիկտ ունենանք։ Բայց հիմա էլ պետք է ասես 300,000-ը դե որ չբերենք կոնֆլիկտ կունենանք։ Բալիևն ուզում է, վաղնել եք ասելու։ Բայց ցանկացած բանը, երբ որ վտանգը ելնում է, մենք այդ ազանգը հնչեցնում ենք, չէ՞։ Իսկ հիմա նայեք Ռուսաստանից ինչ ակտիվությամբ սկսել են Հայաստանի վրա հարձակում, իսկ պատճառը ի՞նչն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է ամենաբարձր մակարդակի հարաբերություններ ունեմ Ռուսաստանի հետ, իմ ընկերն է Վլադիմիր Պուտինը, Միշուստինը նույնպես շատ ամենաինտենսիվ շփումն եմ ունեցել նրա հետ այդ 8 տարվա ընթացքում, ոչ մի երկրի ղեկավար այդքան չի ունեցել, եւ ներկայացնում է, թե ինչքան է թանկ ու կարեւոր Ռուսաստանի հետ հարաբերությունը, Ռուսաստանի դեմ ոչինչ չենք անելու, ընդհանրապես հարաբերությունը խորացնելու ենք։ Այս սրանք էլ ասում են ընտրություններից առաջ եկար այդ բանը Պուտինին խոստացար, բայց գնացել ես Հայաստան խաղեր ես տալի։ Դու էլ ասես սա ինքնիշխան պետություն եմ, ինչ որոշում եմ, դու ինքնիշխան պետություն ես, մեր մոտ մի ասի, դու նրանց ուրիշ բան ես խոստացել։ Դու եկել ես Հայաստանում, ասում ես, բա Ռուսաստանը գերտերությունն է, մենք ոնց կարանք հավասարի հետ հարաբերվենք։ Մի բան, որ դու Հայաստանում, մեր տանը, մեր երկրում նման բան ես ասում, որ մենք չենք կարա մեզանից ուժերի հետ հավասարի հարաբերվենք։ Բայց դու պատկերացնում եք, որ մենք գիտենք, թե դու ինչ ես ասում Պուտինին, երբ որ կամերաներ չկան։ Հիմա տեսենք, թե Ռուսաստանը հերթական պահանջը ինչ է դնում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզին Ռուսաստանը զգում է, որ Հայաստանի ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում անսալու արևմուտքի նպատակների վերաբերյալ նախազգուշացումներին, որը ցանկանում է օգտագործել այդ երկիրը Եվրամիության անհեռանկարային քաղաքականության իրականացման մեջ։
Գալուզինի խոսքով ռուսական կողմը զգում է, որ հայկական իշխանությունները հակվածություն չեն ցուցաբերում լսելու Ռուսաստանի Դաշնության նախազգուշացումներն ու այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում Մոսկվայի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիության իրական նպատակն է օգտագործել Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի, օգտագործել հանրապետությունը արևմտյան երկրների, առաջին հերթին Եվրամիության զուր և անհեռանկարային քաղաքականության իրականացման գործում, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնությանը հանրահայտ ռազմավարական պարտություն հասցնելուն։ Հիմա հարց է ծագում, մենք Ռուսաստանն էլ կարող էինք ասել, բա մեր նպատակն է գնանք Եվրոպա, հեչել Ռուսաստանը չհուզվի, այսօր էլ հուզվի եկուցե, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չի, որ Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում, բայց Ռուսաստանի մոտ խաղեր է տալիս, ստացվում է, որ գոնե Եվրոպայի ուղղությամբ քայլ չի անում, որ գնանք ասենք Եվրոպա ջան, դե գոնե դու մեզ օգնի, որ դիմակայենք Ռուսաստանի ճնշումներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, Ռուսաստանի նախագահի բարեկամն է, ճնշման հարցել չկա, դա ի՞նչ եք խոսում, ամեն ինչ նորմալ է, մենք ընդհակառակը հարաբերությունները պետք է խորացնենք։ Դուք չեք լսում այս մարդիկ ինչ են հայտարարում։ Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք ակնհայտորեն հակասում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն և իրենց մեջ պարունակում են այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ, ասել է փոխնախարարը։ Գալուզինի խոսքով նման քայլերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին ռուսական կողմն ավելի վաղ բացարձակապես անկեղծ գործընկերային ձևով հայտնել է հայկական կողմին։ Հիմա հարց. մենք ասում ենք Ռուսաստան մենք ինքնիշխան պետություն ենք, մենք ենք որոշելու մեր ապագան։ Եթե հանկարծ մենք տեսնում ենք դժվարություն ենք ունենալ Ռուսաստանի հետ առևտրի հարցում, բերեք Եվրամիության հետ դստենք պայմանավորենք, ասենք դուք հասկանում եք, չէ՞, դուք ասում եք պատրաստ ենք ձեզ գրկաբաց ընդունել։ Մենք էլ ասում ենք խոսքը դուրներս եկավ, շատ դուրներս եկավ, բայց եկեք գործնական քայլերը նայենք։ Մենք այսօր քայլ արեցինք, ինքը մի բան փակեց։ Մենք այսօր քայլ արեցինք, ինքը մի բան թանկացրեց։ Դուք մեզ օգնում եք դա կոմպենսացնենք։ Մի հատ տեսնենք դա թղթի վրա։ Ու նոր իմանանք այդ քայլն անում ենք, թե չենք անում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինքը այդ քայլը չի անում, որպեսզի նրանց հետ ժամանակացույց նայի։ Այսինքն Ռուսաստանը քեզանից նեղանում է, համարում է, որ դու խաբել ես, բայց արևմուտքի հետ քայլ չես անում, նրանց էլ ես խաբում, որ ասես դե մենք գալիս ենք դեպի այդ կողմ, դեպի եւ այլ եւ այլ։ Եվ արդյունքում մարդիկ պահանջներ են ներկայացնում։ Եվ միայն Գալուզինը չի։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգու գաղտնիք չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք հակասում են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 36%։ Մեր երկիրը առաջին տեղն է զբաղեցնում թե արտահանման, թե ներմուծման գծով։ Շուկայականից 3 անգամ ցածր գներով Ռուսաստանից արտոնյալ պայմաններով մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր, դիզելային վառելիք և բենզին։ Շայգուն անդրադարձել է նաև 2025 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։ Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 40%-ը ժամանել է Ռուսաստանից 921 հազար մարդ, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ևս գրեթե 1/4 միլիոն։ Մեր քաղաքացիները զգալի ավանդ են ներդրել Հայաստանի տնտեսության մեջ, իրենց խնայողություններով նրանք աջակցել են ավիաընկերություններին, ռեստորաններին, հյուրանոցներին, զբոսաշրջային ենթակառուցվածքներին։ Հետաքրքիր է, չէ՞, մի երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը բանը Շայգուն ինչ է ասում։ Ասում է Հայաստան զբոսաշրջիկներ են եկել։ Այսինքն եթե մենք որոշենք գնում ենք Եվրամիություն, բայց այսօր որ որոշենք էլ կարող է տարիներ տևի։ Այդ զբոսաշրջիկներին արգելելու եք Հայաստան գա։ Դուք տոտալիտար պետություն եք, հա։ Էդ եք խոստովանում։ Ինչ է նշանակում մարդը, որը որ չի կարող Եվրոպա գնա հանգստանալու, Հայաստան էլ չի կարող գա։ Կամ եթե այդ մարդը կարողանում է Հայաստան գա առանց վիզայի հարաբերություններ, դուք ինչ եք անում։ Պետք է հայտարարեք, որ ասեք, քանի որ Հայաստանի իշխանություններն իրենց լավ չեն պահում, դուք չգնաք Սևանում հանգստանաք, հա։ Էսա որպես պետություն։ Դրանով եք շանտաժանում։ Բա մենք իմանանք, բայց երկիրը հետ ի՞նչ գործընկեր է, որ։ Շայգուն նշել է, որ Հայաստանը Ռուսաստան է մատակարարում իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մինչև 98%-ը և թութ ալկոհոլի արտահանման 78%-ը։ Այսինքն սա էլ որ ասվում է, ինչ ենք անում, այս կախվածությունից վախվորած պետք է մենք
չցանկանանք դեպի Եվրոպա գնալ։ Բա մեռանք բացատրելով։ Եթե վաղը սահմանը բացում ես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, նրա էժան գյուղմթերքը մտավ Հայաստան, իսկ մենք չենք կարող մրցակցել նրա հետ։ Տեղից էլ մեր գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի կեսը անմշակ է։ Ու տեղից էլ մենք սակավահող երկիր ենք։ Բայց այդ պարագայում պատկերացնում եք էժան գյուղմթերքը մտավ ինչ ալնելու։ Մենք մի ձև ունենք։ Թանկ եւ որակով ապրանք արտադրելու։ Եթե էժանը մտնում է, մենք թանկ ու որևէտև այդ էժանի դեմ է շուկայի պաշտպանության քաղաքականություն չենք կարող կիրառել պրոտեկցիոնիզմի, որտեղ ի վերջո մտնում է ԵԱՏՄ շուկա, երրորդ երկրից մտնում է ԵԱՏՄ։ Այսինքն այդ կանոնակարգերը ԵԱՏՄ-ն է որոշում։ Ինչ որ չափով կարելի է մտածել ինչ որ ձևով, բայց դու չես էլ կարա սահմանափակես։ Քո ցանկությունն է նրա այդ առևտուր անես։ Քո ցանկությունը բալ ինչ է սահմանափակում, եթե չես ուզում առևտուր անես։ Ու ստացվելու այդ էժան ապրանքը մտավ, իսկ թանկ եւ որակով ապրանք Ռուսաստանը մեզանից չի վերցնի։ Ռուսաստանը մեզանից կվերցնի թանկ ու որակով։ Եթե վաղը մյուս օրը սահմանները բացվի նաեւ Եվրոպայի հետ, խաղաղություն լինի նաեւ Ուկրաինայի հետ։ Եվ լատեսեք ինդուստրիալ գյուղատնտեսական երկրները ոնց կողողեն Ռուսաստանի շուկան, դա ենք բացատրում։ Եթե դու չունես եվրոպական ստանդարտի ապրանք, այսօր եվրոպական շուկա էլ չես մտնում, Ամերիկա էլ չես մտնում, անապատային երկրներում նավթային երկրները, որոնք թանկ ու որակով ապրանք առնում են, այդտեղ էլ չես մտնում, հա ինչ որ քանակությամբ վաճառում ես, բայց դա լուրջ թիվ չի։ Վաղը Ռուսաստան էլ չես կարողանա մտնես, որտեղ եվրոպական ստանդարտի ապրանքը մտնելու է ռուսական շուկա։ Երբ ենք որոշում կայացնելու խելքի գալու։ Միլիոնավոր դոլարներ են դնում ինտենսիվ այգի սարքում, ընդհանրապես սպասելով, թե ուկրաինական պատերազմը վերավարտվի, սահմանը բացվի Եվրոպայի հետ, ինչ կլինի։ Ինչի Եվրոպայի ժողովուրդը չի ցանկանում Ռուսաստան ապրանք արտահանի։ Բայց իրապետության ղեկավարներն ասում են սպասեք, մենք լուրջ հարց ենք լուծում անվտանգային։ Չի կարելի, դա սկզբունքի հարց է։ Ինչ է, նրանք չեն տուժում, նրանք չեն սպասում առևտուր անեն Ռուսաստանի հետ, ողողեն Ռուսաստանի շուկան։ Չգիտեք։ Այսինքն ձեր ամբողջ միլիոնավոր դոլարների տնտեսությունը պիտի զարգացնեք, այն հույսով որ չիմանաք, հա, վաղը եվրոպական ապրանքը կմտնի թե չէ։ Դե գոնե եթե որակով ապրանք ունենաք, դուք մրցունակ ապրանք ունենաք, Եվրոպա էլ կտանեք, Ամերիկա էլ կտանեք, արաբական երկրներ էլ կտանեք, Ռուսաստան էլ կտանեք, ինչքան կծախվի։ Բայց այսօր դուք այս կախվածության մասին չեք ուզում հասկանաք, ձեզ ինչով են շանտաժանում։ Երբ որ շանտաժանանը վախվորած ասում եք, լավ, հա, Ռուսաստանը ոնց ասի, տենց անենք։ Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի եւ աշխատանքի թույլտվությունների օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունից։ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալն անցյալ տարի հասել է գրեթե 3.9 միլիարդ դոլարի։ Դա կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե 2/3-ը կամ Հայաստանի հնայի մոտավորապես 13%-ը, նշել է Շայգուն։ Շայգուն հավելել է, որ Մոսկվան հասկանում է Երևանի ցանկությունը օգտվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, սակայն սա երկկողմանի փողոց է։ Խնդրեմ, սա ընդգծված պահանջ ընտրությունից առաջ։ Նիկոլ Փաշինյան, խաղեր չտաս Եվրոպայի հետ։ Նիկոլ Փաշինյանը թեպա խաղեր տալի։ Եվրոպական համայնքի համաժողովը, գագաթնաժողովը Հայաստանում եղավ, արդեն մի քանի օր դոզան անցավ։ Ինչ եվրոպական ընտանիքի հետ շփում, երբ որ դրանից հետո կանգնում հիստերիկ ձևով, ինչ ասեք ասում է։ Այդ եվրոպացիները չեն տեսնում իր վարած քարոզ արշավը, չեն տեսնում վարչական ռեսուրսի չարաշահումը։ Բարդ է այդքանը տեսնել։ Իսկ հիմա Արարատ Միրզոյանն ինչ է ասում։ Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ճիշտ հակառակը, հակված ենք մեր գործընկերությունը բնականon շարունակելուն։ Դու հակված ես շարունակելուն, նա քեզ պրետենզիա է ներկայացնում, չի հավատում, քեզ պահանջ է ներկայացնում։ Դու Ադրբեջանի հետ ես հակված խաղաղություն լինի, Ադրբեջանը չի համաձայնում, որովհետև ասեցինք, որ չի կարելի բոլորին հա ասել։ Բոլորին հան բազմավեկտոր քաղաքականություն չի։ Բոլորին հա ասելը բալանսավորված քաղաքականություն չի։ Հիմա ամեն մեկը ասում է քո ընտրությունից առաջ, այն ինչ որ խոստացել ես, բարի եղիր ինձ տաս։ Իսկ դու չես կարող բոլորին տաս։ Նույնիսկ եթե բոլորին հա ես ասել։ Ռուսաստանի արգոս նախատեղակալ Միխայել Գալուզին։
Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում, երկու հարսանիքում միաժամանակ պարել չի հաջողվի։ Ժորժ ջան, ով չգիտի, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում Եվրամիությունում լինել չի կարող։ Մեր իշխանություններն էլ ասել են, որ Եվրամիություն գնալու տենց օրակարգ չունենք։ Հա, ինչ որ հեռանկարային պլաններում կա, բայց հասնենք այդ մակարդակին եւ այլն։ Նույնիսկ այդ հեռանկարային անորոշ ասած բանը ասում մեզ դուրս չի գալի։ Այսօր հավաստիացում արա, որ դու չես գնում դեպի Եվրոպա կամ հետո էլ չես գնալու։ Ինչի համար ենք մենք քեզ օգնում, որ դու ընտրվես, եթե դու մեր պայմանը չես կատարում։ Ինչի ես քո վրա այս բեռը վերցրել։ Որ ինչ։ Այնա ասել ես Եվրոպա չենք գնում, բայց քեզ պարտադրում են, որ դու հստակ քայլեր անես դեպի Ռուսաստան։ Նույնիսկ այն, որ հայտարարում ես, որ Պուտինի հետ ընկերենք, Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնենք, ասում է բավարար չի։ Ավելին են սպասում, որովհետև դու ոչ հրապարակային ավելին ես խոստացել։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, հələ դուք պատկերացնում եք, քանի բան եմ կարդում, հատուկ, որ դուք պատկերացնեք, թե ինչ քանակությամբ ու ինտենսիվությամբ են հիմա իրանք ողողել հայկական տիրույթը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է ԵԱՏՄ-ին անդամակցության և եվրոպական կառույցների հետ ինտեգրման խորացման միջև առկա հակասությունների մասին, հատկապես այլ ինտեգրացիոն դաշինքի կողմից կարգավորման վերազգային մեխանիզմների ձևավորման պայմաններում։ Զախարովայի խոսքով Մոսկվան ի սկզբանե խոսել է այդ մասին, որ անհնար է ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորող մեխանիզմների ներդրման հետ։ Նա նշել է, որ այս դիտարկումը հայկական կողմին փոխանցվել է բազմիցս և սպառիչ կերպով բոլոր մակարդակներում։ Այդ նույն արևմտաեվրոպական Եվրամիության կառույցները որդեգրել են ապակառուցողական ուղեգիծ և անօրինական պատժամիջոցներ են կիրառում հենց ԵԱՏՄ անդամ պետությունների դեմ։ Այսինքն անգամ մի հատ փաստաթուղթ, մի հատ հուշագիր Եվրոպայից ստորագրելը, որ տակը ոչինչ չկա, նույնիսկ դա ասում են այդ Եվրոպան, որ մեր դեմ պատժամիջոց է կիրառում, ոնց կարող է քո բարեկամը լինի։ Կողմնորոշվի ում հետ ես։ Ընտրություններից առաջ ասում են կողմնորոշվի ում հետ ես։ Եվրոպական ինստիտուտների հետ Հայաստանի փոխգործակցության հետագա խորացումը կարող է ուղղակի հակասության հանգեցնել ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։ Այս էլ Մարիա Զախարովայի կարծիքը։ Հիմա սրան ով պետք է պատասխանի։ Արդեն իմաստ չունի, ասենք, մեր իշխանությունները պետք է պատասխանեն, ներողություն։ Արդեն իմաստ ունի, ասենք, որ մեր ընտրողը պետք է պատասխանի։ Որ հստակ հասկանա, որ Ռուսաստանի հետ նենց նուրբ ձևով խաղեր տալ եւ այլ, ոնց որ թե Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվում է գավառամիտ ճարպկությամբ ինչ-որ խաղեր տալ, ինչպես տեսնում եք, չի ստացվում, ժողովուրդ ջան։ Այնա տեսնում եք, չի ստացվում էլի։ Բարդ է հասկանալ։ Դուք չեք տեսնում երկրում ինչ է կատարվում։ Չեք տեսնում ես մահու կենաց կռիվը, որ մտել է ռուսամետ ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ասում է հերիքա հանգիստ ձեր տեղը նստեք, ես Ռուսաստանի նախագահի հետ ավելի լավ եմ։ Այնտեղից ասում են լավը հասկացանք, բայց այդ խոստացածը գնակատարի։ Պետք է Հայաստանը մնա Ռուսաստանի ազդեցության տակ։ Դու չտաս, նրանք կտան։ Բա մենք դա ենք ուզում, ժողովուրդ ջան, Հայաստանի համար։ Բա մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է բռնի Եվրամիության ճանապարհ, հստակ քայլերով ժամանակացույցը կազմի, նստի պարտավորությունները քննարկի, որի պարագայում նաև նայի, եթե Ռուսաստանի կողմից լինեն ինչ-որ հակաքայլեր, մենք դրա հետ կապված ինչպես ենք դրան պատրաստվում։ Եվրոպան ինքը փորձում է դուրս գա Ռուսաստանի կախվածությունից, ինչպես տեսակ ստացվեց, Եվրոպան փորձում է անվտանգային առումով դուրս գա անգամ իր բարեկամ Ամերիկայի կախվածությունից, ինչպես տեսնում եք դրա ճանապարհին է։ Ու դա նշանակում է մենք մի խնդիր ենք լուծում։ Հայտ ենք ներկայացնում Եվրամիությանը, զուգահեռաբար նաև դրանով քննարկում ենք անվտանգային խնդիր։ Առավել ևս որ ընդեղ ունենք Ֆրանսիայի պես բարեկամ երկիր, առավել ևս որ գիտենք եվրոպական անվտանգության հետ ինչ լուրջ ճկուն համակարգեր են գործում հիմա, ինչպիսի նախաձեռնություններ են գործում եվրոպական անվտանգության հետ կապված։ Բա մենք դա ենք ուզում։ Դրա համար ավելի ակնհայտ էլ ինչ եք ուզում, որ ասենք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձը, ես կցանկանայի անդրադառնալ թե տեղական գործակալների, թե նրանց արտասահմանյան հովանավորների կողմից մեզ եւ Հայաստանին իրար դեմ հանելու փորձերին։ Դա որևէ հաջողություն չի ունենալու ոչ մի ասպեկտով եւ ոչ մի ուղղությամբ։ Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանի եւ հայ ժողովրդի։
Այսինքն ինքը համարում է, որ Եվրոպան ինչ-որ խառնում է Հայաստանի ու Վրաստանի միջև, ուզում է ցույց տա, որ Հայաստանը չի գնում Եվրոպա, ինչպես չի գնում նաև Վրաստանը։ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքականությունը նույն գծի վրա է դեպի Ռուսաստան։ Ավելի պարզ բացահայտում էլ ոնց աներ Իրակլի Կոբախիցեն։ Դե հիմա հասկացաք ինչ ա կատարում ընտրություններից առաջ։ Ընտրությունը ձերն է, հարգելիներս, եւ դրա համար հիմա մի բանին էլ անդրադառնամ, այ մենք ամեն օր ասենք զբաղված ենք մեր գործերով, անում ենք, կանչում են ստեղ հարցազրույցի մյուս տեղը, հազարով մի բան փորձում եմ եսի մալիքը բշտապես դες հետ պահել այդ շփումների հանդիպումների առաջիկա շաբաթ կիրակին էլ մարզային այցելությունների են գնալու, մեկ է անընդհատ նորից գրում են մեռա ասելով Ժորժ ջան, հերիք ասեք, որ էս ինչ վերլուծաբան է, էս ինչ քաղաքագետ է, էս ինչ մարդ է, էս ինչ տեղից քննադատ է ձեզ, ինչու չեք հակադարձում Ժորժ ջան, մենք ընտրության ենք մասնակցում, ինչ հակադարձելու մասին է խոսքը։ Հիմա եթե որևէ վերլուծաբան քննարկի Ուկրաինայի ընտրություններ առաջիկա, կամ Ֆրանսիայի նախկին ընտրությունները ստորին պալատի, կամ Ամերիկայի ընտրություններ, կամ Բրիտանիայի, կամ Գերմանիայի, Մոլդովայի, ասենք կամ քննադատական խոսք ասի որևէ մի բանի նախագահի տեխնացուի հետ կապված։ Այդ նախագահի տեխնացուն այդ հայ վերլուծաբանի պետք է պատասխանի։ Լուրջ եք ասում։ Ինչի համար։ Վերեսլուծում վերլուծի, հետո ինչ։ Բան չեք գտնում, մենք պետություն չենք։ Վարչապետի տեխնազուն վաղ որ հաղթի դառնում է երկրի ղեկավար։ Դուք գտնում եք, որ մարդը իր աշխատանք անելու ընթացքում պետք է եթե միտեղից մեկը քննադատի, մի հատ է շուրգը ասել է, ինչ է նրա համար, որ ազգության փայ է, թե Հայաստանը պետություն չի, ձեր կարծիքով։ Հեչ էլ չխոսամ։ Ասածներն ինչ է, որ անընդհատ ուզում եք դուք ինչ-որ մարդկանց կարևորենք եւ հակադարձենք, ասածներն ինչ է։ Բոլորը վատն են, մենք էլ ենք վատը։ Իրանց ասածը ի՞նչն է։ Իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Եթե չկա որևէ արժանի մարդ, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանից վերցնի, եւ այդ ձեր վերլուծաբանները, որոնք հասարակական կարծիք ձևավորող են, իրանց կարծիք ձևավորելով այնքան քաշ չունեն, որ ազդեն ժողովրդի կարծիքի վրա ոտի կանգնեն գնան Նիկոլ Փաշինյանին տապալեն, դա նշանակում է իրանք ընդհանրեն ասում են Ժորժ ջան, չկա Հայաստանում արժանի մարդ, մի քանի արժանի կան, են էլ ստեղից գնացել են տարաբախտ, տարագիր, գնացել են տարբեր երկրներից Հայաստանի մասին են խոսում։ Էտա ուրիշ Հայաստանը մարդ չկա։ Եթե Հայաստանը ոչ մեկը չկա, Նիկոլ Փաշինյանը մնում է Ժողովուրդ ջան։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն է ձևի համար քննադատես, եթե բոլորին քննադատես, բայց իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռն է, դա հենց օգտվում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ժողովուրդը ընտրությանը չի մասնակցում, հիասթափվում է, ասում է ինչի համար բարիկադ բարձրանամ պայքարեմ, ումով եմ փոխելու, ինչը ինչով եմ փոխելու։ Իմաստը ո՞րն է այդ պայքարի։ Եթե այս ընդդիմությունը այս իշխանությունից չի տարբերվում։ Այսինքն անգամ հավասար քննադատելը դա նշանակում է ծառայում ես Նիկոլ Փաշինյանին, գտնվելով որևէ բարեկարգ, որևէ նորմալ երկրում արևմտյան։ Առանց գեդինը մտնելու։ Նիկոլ Փաշինյանի լափի հույսին եք մնացել։ Առանց գեդինը մտնելու։ Նիկոլ Փաշինյանի գովքն եք անում։ Ինչը դնենք բացահայտենք։ Չեք հասկանում։ Դուք մարդուն ինչի համար եք լսում։ Դուք ճանաչում եք ինձ, ճանաչում եք Գուրգեն Սիմոնյանին, փողոցում հանդիպում եք, զրուցում եք, ասում եք սպասի մի հատ լագնանք տենանք իրանց մասին ուրիշն ինչ է ասում։ Դուք ինչ գիտեք այդ մարդը ումից է ֆինանսավորվում։ Դուք ինչ գիտեք այդ մարդը ոնց է ապրում։ Ինչ գիտեք իր խնդիրը ոնց է լուծում։ Ձեր աչքի դեմը հանդիպող մարդու մասին պետք է կարծիք կազմեք, եսին որտեղից եսին ինչ է։ Այդ եսին ինչը որ Հայաստանում էր նրա կարծիքը լսում էիք, բանի տեղ էիք դնում։ Հենց Հայաստանից դուրս եկավ, դարձավ միջազգայնագետ։ Ասասները ինչ է իրանց, որ ինչ, որ բոլորը վատն են, բա հետ եկեք լավերով եկեք Հայաստանում կարգի բերեք ինչ-որ բան, եթե վաղը ընտրությունն ավարտվեց, մենք մտանք խորհրդարան, չմիացանք ոչ իշխանությանը, ոչ էլ ռուսամետ ընդդիմությանը, այդ բոլոր մարդկանց ասած վերլուծությունն ինչ է ալնելու, դուք դրանից հետո իրանց լսելու եք, Մինչև հունիսի 7-ն է լավ, կարողացան ձեր ուղեղը հալել, 7-ից հետո ինչ եք լսելու, կամ եթե մի մարդը վերլուծություն անում Հայաստանի մասին, հետո սխալ է դուրս գալի, փրփրակալած խոսում են Հայաստանում Գուրգեն Սիմոնյանը ռուսական պրոյեկտ է, մեկն էլ ասում է Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է,
մի քաղաքից նա է ասում, մի քաղաքից նա է ասում, իրար հակասող բան 24 ժամ, բավաղը որ ընտրություններն ավարտվեց ու տեսակ, որ դա տենց չի, դուք այդ մարդու վերլուծությունը Թայվանի ու Չինաստանի մասին պետք է լուրջ ընդունեք, այդ երբ դառավ միջազգայնագետ, եթե ձեր հետ կատարված է այդ մարդը սխալա վերլուծել, դրանից հետո դուք ինչ եք անելու, լսելու եք, եթե դուք պետք է ձեր սեփական խելքը չունենաք, ինչ որ մեկի խելքով շարժվեք, ես ցանկացած իմ ելույթում ասում եմ դիտեք եւ դատեք ինքներդ, լսեք մի քանի մարդու, կարծիք կազմեք դուք ձեր ունեցածի հետ, կամ խնդիր, եթե որևէ մեկը գտնում է, որ մենք ուրիշի պատվեր ենք կատարում, եթե դուք գտնում եք, որ նա ճիշտ է ասում, ուրեմն մեզ մի ընտրեք, պետք չի, մեզ ինտելեկտուալ մարդիկ են ընտրում, մենք շփվում ենք, տեսնում ենք, չէ, անինտելեկտ մարդը Գուրգեն Սիմոնյանից գոհ կլինի, նրա կիրթ գրագետ խոսքից գոհ կլինի, որ նա մտավորական ընտանիքից է, գոհ կլինի, որ նա գիտնական մարդ է, կամ անինտելեկտ մարդը 42 րոպե կնստի ինձ կլսի, հա, բայց ինչ եք իսկ գրում, ասում եք, գիտեք ինչ, մենք ձեզ լսում ենք, ձեզ հավատում ենք, բայց մի հատ բոմժ սենց բան ասեց, ես իմ որտեղից, Ժողովուրդ ջան, եթե բոմժին լսելով պետք է ինձ ընտրեք, խնդրում եմ ինձ մի ընտրեք, ձեր ցավը տանեմ, ես ձեզ համար եմ ինձ կոտորում, ես կարամ գնամ ուրիշ գործով զբաղվեմ, այսքան ներվեր, էներգիա, որ դնեմ, ցանկացած գործում, այսպես կապրեմ, եթե պետք է ինչ-որ մեկի կարծիքով կարծիք կազմեք իմ մասին կամ Գուրգեն Սիմոնյանի մասին, առանց հասկանալու, թե այդ մարդու կարծիքի տակ ինչ կա, Գիտեք քանի մարդ է ինձ ասե, որ օրը ինչ-որ մեկը քննադատել է Գուրգեն Սիմոնյանին կամ ձեզ, ես դադարել եմ նրան լսելուց, որտեղ ինձ համար չափի միավորը դուք եք, ոչ թե ինքը։ Հիմա եթե ձեզ համար չափի միավորը Եսիմով է, գնացեք լսեք Եսիմովին, գնացեք ընտրեք Եսիմովի առաջարկած թեկնածուին, հա, ինքը թեկնածու չունի, հա, իր թեկնածուն Նիկոլ Փաշինյանը, ոնց էինք մոռացել այ մարդ։ Առավոտից իրիկ ուզում եք պարզեք, որ ռուսական պրոյեկտ է։ Ես ռուսական պրոյեկտ եմ, ժողովուրդ ջան։ Միայն խրոնիկ դեբիլը տենց բան կասի, եւ խրոնիկ դեբիլը դրան կհավատա։ Մի քանի օր զբաղված ենք ընտրությամբ, կավարտվենք, ամեն ինչ ջրերը կպարզի, կտեսնեք էլի։ Կամ մտածեն, որ Նիկոլ Փաշինյանը կանգնել ազգային ժողովի ամբիոնից ասել է, այս նույնը կունենայինք առանց զոհերի, Այսինքն այս զոհերը, որ չտայինք, ով կթողեր, բանանենք, խաղաղության գնանք, հողերը հանձնենք, ու ես 66 տարեկան հասակում պետք է գնամ Նիկոլ Փաշինյանի լափից օգտվեմ եւ նրա արուրոտ ձեռքերը, այդ արունը տեղափոխեմ իմ ձեռքերի վրա։ Այդ որ դեբիլն է դա ասում, ժողովուրդ ջան, տարեք ստուգեք այդ դեբիլին։ Ինչը պետք է ինձ ստիպի, որ ես դա անեմ։ Կարաք բացատրեք։ Մի հատ հոդաբաց բացատրություն գտեք։ Լափի համար, նենց սոված մարդու տպավորություն եմ թողում։ Այդ տաշճանի է ձեր ուղեղը։ Մի հատ էլ ամեն օր ասում եք, ստեղից մեկը խոսած, ընդեղից մեկը խոսած, ընդեղից մեկը խոսած, չեք հակադարձում, չէ, ժողովուրդ ջան, հանգստացեք։ Կամ ի չափի միավոր։ Եթե դուք մեկին վստահում եք, ինչ որ մեկը քննադատում է, մտածեք, այդ ծախվածնով է, ինչի՞ պետք է ես դրան իմ ժամանակը ծախսեմ, լսեմ։ Եթե դուք պետք է տատանվեք, անտինանին ընդունեք, վստահեք, թե ինչ որ մեկին, դուք ընտրեք այդ ինչ որ մեկին։ Վերջ, անիմաստ է, որ մենք քննարկենք, որտեղ ես ձեզ համար եմ ինձ կոտորում։ Եթե դրանից հետո բայց սպասեք, ախր սպասեք, բան չի ընտեն։ Եթե մեկը 100%-ով ասում է ռուսական պրոյեկտ է, մեկը 100%-ով ասում է Փաշինյանի պրոյեկտն է, մեկն է գրում ասում է Գուրգեն Սիմոնյանը ճիշտ է, որ Քոչարյանի թիմից է, բայց հերը Քոչարյանի թիմից է, ինքն էլ բանի Սերժ Սարգսյանի թիմից է։ Ժողովուրդ ջան, լուրջ եք ասում։ Դուք գոնե երկու մի մարդ իրար թիմից են, որ այդ մարդիկ իրար հետ կապեք։ Հերիք է էլի։ Դեմը ընտրությունա մենք գնում ենք, այդ ընտրությանը մի խանգարեք, մենք բանավեճի մեջ մտնում ենք, միայն ընտրությանը մասնակցող ուժերի հետ, նման ձևաչափ գոյություն ունի, տարբեր կարծիքներ հայտնող գրբացների, պայծառատեսների, սուտի քաղաքագետների, վերլուծաբանների հետ մենք բանավեճի չենք մտնում, ժողովուրդ ջան, չկա տենց ձևաչափ, հասկանում եք։
Այդ մարդը իր կարծիքն է հայտնում։ Թող հայտնի։ Դուք մտածեք ձեր մասին, ինչ եք լսում այդ կարծիքը։ Դուք մտածեք։ Ինչ հա տալիս այդ կարծիքը ձեզ, որ դուք լսում եք։ Բայց մտածեք էլի։ Լսեցիք, լավ, ասում եք, լավ, մարդը կարծիք հայտնեց։ Ձեզ օգնեց, որ ինչ անեք։ Իր կարծիքով ձեզ օգնեց, որ ինչ անեք։ Գնաք տանը նստեք, բոլորի վրա կասկածեք, Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, հա։ Էդ է այդ մարդկանց արածը։ Ու դուք բայց դրա համար էլ չեք լսում։ Այնա Նիկոլ Փաշինյանը քուչ եք ննգած, սրտի կարած սա քաղաքը զզվացրել է բոլորին էլի։ Դրա համար պետք է արտասահմանից մի հատ վերլուծաբան ձեզ խելք խրատտա, որ դուք բանանեք, կամ գնաք Նիկոլ Փաշինյանին ընտրեք, կամ գնաք տանը նստեք Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Մենք այսօր ձեզ կանգնած ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ասում է ընտրվելուց հետո այս թիմին բոմժ եմ սարքելու, այս եմ անելու, այն եմ անելու, բա ու կենաց կռիվ է։ Նրանք էլ ասում են գիտենք ինչ անելու ընտրությունից հետո, ամեն ինչ տանենք, մենք էլ կոդ եմ այդ ամեն ինչը անենք։ Հիմա դուք այս պարագայում էդ եք ուզում Հայաստանի համար, մեզ չեք վստահում։ Ուզում եք մի կողմի սատկացնի, ոտերից կախի, մենք կոմպրոմիս ենք առաջարկում։ Ասում ենք ժողովուրդ մի սպանեք, այս երկիրն էլ պետք է նորմալ գոյատևի։ Մենք կոմպրոմիս ենք առաջարկում։ Իդեմս մի մարդու, որը որ ձեռքերը արունոտել չի, պատերազմի պատասխան տեղել չի, ընդամենը մասնակից է պատերազմի, մտավորական ընտանիքից գիտնական մարդ է։ Մաքուր էջից գա, այս ամեն ինչը հարթացնի իրար չտան սպանեն, հետ ընտրական զարգացումներ, լան նախընտրականներ չգիտենք, էլ ինչեր կարող են լինել, մեկը մեկի վրա ինչ կարա սարքի։ Ենթադրենք դուք այդ շանսից չօգտվեցիք, ձեզ ինչ են առաջարկում այդ վերլուծաբանները։ Ինչ, որ ինչ ալնելու։ Ձեզ ասում են ոչ մի բան չի լինելու ձեր ճակատագիրը Փաշինյանը, բա դուք դրա համար նրանց չեք լսում։ Դրա համար Ախուրյանցի անուն էլ ասում էլ այդ նույն բանը։ Իրանց ասածը ձեզ հուշածը Ախուրյանցի անոյից ավելի կարևոր բան են ասում իրանք։ Պետք չի ինձ ասել թե ով ինչ է ասում, ժողովուրդ ջան, ժամանակը ամեն ինչ ցույց կտա, մի անհանգստացեք։ Ամեն ինչ ժամանակը կդնի իր տեղը։ Ընտրության մասնակցող քաղաքական ուժին առավոտից իրիկու չեն ասի, բայց այդ մասին մեկը բան ասեց, չեք ուզում հակադարձեք։ Ինչ-որ մեկը մեկից փող ա վերցրել, որ մեր մասին բան խոսի, ինչ եք առաջարկում։ Նա մեկը պետք է խոսի, ժողովուրդ ջան, հացի խնդիր ա լուծում այդ մարդը։ Դրսում կյանքը թանկ ա, հասկացեք։ Չեն կարա իրանք ուրիշ տեղ աշխատեն, իրաց տունը պահեն։ Դրա համար պետք է Հայաստանից էլ մի բան կպցնեն, թե չէ։ Ձեր հաշվին, ձեր դիտումների հաշվին տուն պահեն, ժողովուրդ ջան։ Գնացեք նայեք, բա մեզանից ինչ եք ուզում։ Գնացեք նայեք, թող նրանք է ձեր ապագայի հարցը լուծեն։ Ընտրություններից հետո էլ նրանք է ձեզ պահեն։ Ոնց որ պահել են տենց հիմարացնելով։ Լավ, ներերը շատ չքայքայեմ, 1000 գործ ունենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։